Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ-ում Long Weekend էր, այսօր է մեկնարկել աշխատանքային շաբաթը եւ ԱՄՆ-ում մինչեւ կեսօրը տեղի ունեցած իրադարձություններն են։ Կալիֆոռնիայում մի շարք այլ նահանգներում հայտնաբերվել է COVID-19-ի նոր NB1.8.1 անվանվող շտամը, որը ըստ մասնագետների շատ վարակիչ է։ Ինչպես հաղորդում է San Francisco Chronicle-ը, առաջին դեպքերը գրանցվել են ապրիլի 17-ին, իսկ վարակները արձանագրվել են նաև Վաշինգտոնում, Վիրջինիայում եւ Նյու Յորքում։ Չնայած նոր շտամի հայտ գալուն, ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը այսօր հայտարարել է, որ առողջ երեխաների եւ հղի կանանց համար այլևս չեն առաջարկվի COVID-19-ի պատվաստման կրկնահաստատիչ տեղաչափեր, թե մանկաբույժներն ընդգծում են, որ փոքր երեխաները հոսպիտալացման բարձր ռիսկի տակ են, ինչպես տարեցները։ Միացյալ Նահանգների սննդի դեղորայքի վարչությունը նույնպես հղիությունը ներառել է COVID-19-ի բարձր ռիսկի գործոնների ցուցակում։ Նախորդ շաբաթ դաշնային պաշտոնյաները հայտնել էին, որ հետագա պատվաստումները կսահմանափակվեն 65 տարեկանից բարձր անձանց եւ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորումը, եթե նահանգը թույլ տա տրանսգենդեր մարզիկին մասնակցել պետական եզրափակիչ մարզական մրցումներին։ 16-ամյա AB Հերնանդեսը Ջորուպավելի ավագ դպրոցի ճակերտավոր ասաց աշակերտուհին մայիսի 24-ին հաղթել է Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցների առաջնությունում հեռացատկի եւ եռացատկի մրցումներում, ինչը նրան իրավունք է տվել մասնակցելու մայիսի 30-ից 31-ը կայանալիք պետական եզրափակիչին։ Թրամփը True Social հարթակում մեղադրել է Հերնանդեսին, ասելով, որ նա նախկինում մասնակցել է տղաների թիմում եւ հայտարարել, որ նրա հաղթանակը արդար չէ կանանց եւ աղջիկների նկատմամբ։ Սա խորը անհավասարություն է կանանց եւ աղջիկների համար, գրել է նա։ Եթե իմ գործադիր հրամանը չկատարեք, դաշնային ֆինանսավորումը կարող է ընդմիջտ դադարեցվել։ Փետրվարին Թրամփի ստորագրած հրամանը հայտարարում է, որ ԱՄՆ քաղաքականությունն է ընդդեմ տղամարդկանց մասնակցության կանանց սպորտում եւ սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը այն կրթական ծրագրերի համար, որոնք խոչընդոտում են արդար մրցակցությունը կանանց եւ աղջիկների համար։ Կալիֆոռնիայի սպորտային ֆեդերացիան, որը կառավարում է նահանգի դպրոցական սպորտը, արձագանքել է, որ շարունակելու է թույլ տալ տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը թիմերում համաձայն իրենց գենդերային ինքնության, ինչպես նախատեսված է նահանգային օրենքում։ Կրթության նախարարությունն արդեն սկսել է հետաքննություն այդ քաղաքականության հիման վրա։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է այս հարցով խոսել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ։ Նյուսոմը մարտին իր փոդքասթում ասել էր, որ տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը խորը անարդար է, սակայն ապրիլին արդեն նշել էր, որ պատրաստ է լսել բոլոր կողմերին, եթե քննարկումը հարգալից ու պատասխանատու լինի։ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում չի թույլատրվելու տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը։ Թրամփի վարչակազմը դաշնային գերատեսչություններին հանձնարարել է չեղարկել Հարվարդի համալսարանի հետ կնքված պայմանագրերը, որոնք կազմում են մոտ $100 միլիոն։ Սա նոր սրացում է Թրամփի եւ երկրի ամենահին եւ ամենահարուստ համալսարանի միջև։ Ավելի վաղ կառավարությունը չեղարկել էր ավելի քան $2.6 միլիարդ դաշնային հետազոտական դրամաշնորհներ Հարվարդի համար համալսարանի քաղաքականության փոփոխությունների պահանջների ի պատասխան։ Գլխավոր ծառայությունների վարչությանն ուղղված նամակում կոչ է արվում վերանայել համալսարանի հետ պայմանագրերը եւ գտնել այլընտրանքային տարբերակներ։ Թրամփը բազմիցս է քննադատել Հարվարդին, անվանելով այն լիբերալիզմի եւ հակասեմականության օջախ։ Ապրիլի 21-ին Հարվարդը դատական հայցեր ներկայացրել ընդդեմ վարչակազմի պահանջների, որոնք վերաբերում էին համալսարանի ղեկավարությանը, կառավարմանը եւ ընդունելության քաղաքականությանը։ Դրանից հետո վարչակազմը զգալիորեն կրճատել էր դաշնային ֆինանսավորումը, արգելել միջազգային ուսանողների ընդունելությունը եւ սպառնացել համալսարանի հարկային արտոնյալ կարգավիճակին։ Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ վերանայման ենթակա պայմանագրերը վերաբերում են օրինակ ազգային անվտանգության նախարարության համար ղեկավարման դասընթացներին, էներգետիկ խմիչքների առողջական ազդեցության հետազոտություններին եւ ասպիրանտական գիտական աշխատանքներին։ Ըստ New York Times-ի, Թրամփը նաև սպառնացել է կրճատել Հարվարդին տրամադրվող եւս $3 միլիարդ դաշնային դրամաշնորհները եւ փոխանցել դրանք ԱՄՆ տեխնիկական ուսումնարաններին։ Նա նաև մեղադրել է Հարվարդի միջազգային ուսանողների ցուցակները չտրամադրելու մեջ։ Ազգային հանրային ռադիոն ու դրա տեղական 3 ռադիոկայանները դատի են տվել նախագահ Դոնալդ Թրամփին, պնդելով, որ նրա գործադիր հրամանը, որով դադարեցվում է 246 ռադիոկայաններից բաղկացած ցանցի ֆինանսավորումը, խախտում է ազատ խոսքի իրավունքը եւ հիմնված է լիազորությունների վրա, որոնք նախագահը չունի։ Թրամփը եւ նրա աջակիցները պնդում են, որ այդ լրատվամիջոցների գործունեությունը լիբերալ կողմնապահություն է ցուցաբերում եւ չպետք է ֆինանսավորվի հարկատուների միջոցներով։ Վաշինգտոնի դաշնային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ նախագահի հրամանը բացահայտ վրեժխնդրություն է։ Կառավարության հրահանգներն ուղղված են ազգային ռադիոյի ծրագրերի բովանդակությանը, պարտադրելով նրան փոխել լրագրողական չափանիշներն ու խմբագրական որոշումները, եթե ցանկանում է պահպանել դաշնային ֆինանսավորումը, հայտարարել է ազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Քեթրին Մահերը։
Լուիզիանայի ոստիկանությունը շարունակում է որոնել Նյու Օրլեանի բանտից փախած եւս 2 կալանավորի։ 3 Լենթոն Վան Բյուրեն կրտսերը ձերբակալվել է շնորհիվ անանուն քաղաքացու տրված տեղեկատվության։ 26-ամյա Վան Բյուրենին գտնել են Բաթոն Ռուժ քաղաքի խանութի մոտ նստած, որը մոտ 125 կիլոմետր հեռու է այն բանտից, որտեղից ինքը եւ եւս 9 մարդ փախել էին ավելի վաղ այս ամսում։ Ոստիկանության տվյալներով եւս 5 մարդ ձերբակալվել է Վան Բյուրենին օգնելու մեղադրանքով։ Նրանցից 3-ը նույն ազգանունն ունեն, ներառյալ Լենթոն Վան Բյուրեն ավագը։ Բոլորին մեղադրել են հանցագործին ապաստան տալու, թաքցնելու կամ օգնելու համար, ինչը կարող է պատժվել մինչև 5 տարվա ազատազրկմամբ։ Երկուշաբթի օրը փախուստի դիմաց 2 այլ կալանավորի հայտնաբերել են Տեխասի Ուոքերում։ Նրանց ձերբակալման մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Այս պահին փախուստի մեջ են Դերիկ Գրովզը եւ Անտուան Մասին։ 27-ամյա Գրովզը նախորդ տարի էր դատապարտվել 2 սպանության եւ 2 սպանության փորձի համար։ 33-ամյա Մասին ունի քրեական անցյալ։ Նա մարտին ձերբակալվել էր ավտոմեքենայի գողության եւ ընտանեկան բռնության մեղադրանքով։ Իրավապանները հորդորում են քաղաքացիներին ցանկացած տեղեկություն հաղորդել ոստիկանությանը, առաջարկելով $20,000 պարգև նրանց մասին տեղեկություն հաղորդելու դեպքում։ Այսօր Օտավայում Կանադայի խորհրդարանը բացվել է Մեծ Բրիտանիայի արքա Չարլզ III-ի խոսքով, որտեղ նա ընդգծել է, որ Կանադան այժմ կանգնած է աննախադեպ մարտահրավերների առաջ աշխարհի մի անկյունում, որը երբեք այսքան վտանգավոր ու անկայուն չի եղել։ Արքայի խոսքը համարվել է զորակցության նշան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված սպառնալիքներին դիմակայելու գործում։ Հազվադեպ է լինում, որ Կանադայում միապետը կարդա խորհրդանի գահի խոսքը։ Թագուհի Էլիզաբեթ II-ը դա արել էր ընդամենը 2 անգամ։ Չարլզը նշել է, որ մայրիկի այցից 70 տարի անց նա կրկին կանգնած է նույն ամբիոնի առաջ։ Կանադան փոխվել է, վերադարձնելով իր սահմանադրությունը, հասնելով լիակատար անկախության եւ դառնալով համարձակ, նորարար ու բազմամշակութային երկիր, ընդգծել է արքան։ Նա հիշեցրել է, որ երբ մայրը բացել է խորհրդարանը 1957-ին, դեռևս թարմ էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ցավը, իսկ սառը պատերազմը սաստկանում էր։ Վարչապետ Մարկ Քարնին, որն ընտրվել է Թրամփի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելու խոստումով, հայտարարել է, որ արքայի այցը կարևոր է Կանադայի ինքնության եւ անկախության պահպանման հարցում։ Արքան էլ ընդգծել է, որ իրեն միշտ հիացրել է Կանադայի եզակիությունը, համադրելով քաջությունը, զոհողությունը, բազմազանությունն ու բայրացակամությունը։ Արքայի խոսքում անդրադարձ եղավ նաև առևտրի դիվերսիֆիկացմանը եւ Կանադայի նոր գործընկեր գտնելու հնարավորություններին, նկատի ունենալով, որ երկրի արտանման 75%-ը գնում է դեպի Միացյալ Նահանգներ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Գլխավոր թողարկումը կլինի երեկոյան ժամը 20-ին։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Առողջ եղեք։